Պաստառները հուշում են Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ երաժշտական իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբն առաջին անգամ Հայաստանում է։ Միլիոնավոր ունկնդիրների գրաված Mad About You to Wiki եւ խմբի այլ հիթ դարձած երգերը մայիսի 7-ին Երևանում կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Հաջորդ օրը մայիսի 8-ին խումբը Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա։ I hope our concert is kind of like an escape to a beautiful universe. Հուսով եմ մեր համերգը մի տեսակ փախուստ կլինի դեպի գեղեցիկ մի տիեզերք այս դժվար ժամանակներում։ Կցանկանայի, որ ունկնդիրներին տեղափոխենք մեկ այլ աշխարհ բառացիորեն, մեկ ուրիշ մոլորակ։ Մեզ համար միշտ կարևոր է եղել հուզել մարդկանց։ Մեր երաժշտությունը հաճախ մելանխոլիկ է, դա մեր բնույթն է, բայց միևնույն ժամանակ մենք այն միշտ ընկալել ենք որպես երազանքների աշխարհ, որը մենք ստեղծում ենք։ Եվ հիմա նվագախմբի հետ միասին ցանկանում ենք լսարանին տանել մի երևակայական աշխարհ, որտեղ պարզապես հաճելի է լինել։ We're just very grateful to be here. Մենք պարզապես շատ երախտապարտ ենք այստեղ լինելու հնարավորության ու հայ լսարանի համար ելույթ ունենալու համար։ Մենք առավելագույնս կփորձենք հոգի ներդնել մեր կատարումներում եւ կտեսնենք, ինչ արձագանք կստանանք։ Շատ ենք սպասում այդ հանդիպմանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը այս տարի 100-ամյակն է նշում։ Համերգը կազմակերպվել է հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Յուրաքանչյուր համերգ ուզում ենք այնպես ներկայացնել, որ դասականից բացի կոնկրետ նաև բազմաժանր երաժշտության սիրահարներին ներկայությունը Արամ Խաչատրյան համերգասրահում ունենալ։ Համերգների հովանավորն է Արարատ բանկը, որը վերջին տարիներին ակտիվ աջակցություն է ցուցաբերում մշակութային ու կրթական նախաձեռնություններին։ Այս համագործակցությունը ևս կլրացնի բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքը։ Համերգներին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով։ Պետք է ասեմ, որ իրական ներդրումը այնտեղ է, որ հանդիպում են մշակույթը, մարդասիրությունը եւ պատասխանատվությունը, եւ այս երեքի համադրությունը տալիս է իրական արդյունք մեզ համար որպես ֆինանսական կառույց շատ կարեւոր է, որպեսզի մեր ֆինանսները, որոնք որ ուղղում ենք տարբեր սոցիալական ծրագրերին, լինի դա բնապահպանական, առողջապահական, թե կրթական, լուծեն սոցիալական հասարակության համար շատ կարևոր խնդիրներ։ Աշխարհահռչակ խմբի համերգների գործընկերն է Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանությունը։ Երբ իմացանք, որ Hooverphonic խումբը գալիս է Հայաստան, դիմեցի ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ պարոն Պադարյանին, հասկանալու, թե ինչպես կարող ենք աջակցել։ Քանի որ դեսպանատան առաքելությունն է կամուրջներ ստեղծել, այս պարագայում Բելգիայի եւ Հայաստանի միջև երաժշտության միջոցով։ Սա մեր երկու երկրների միջև երաժշտական կամուրջ կառուցելու հրաշալի հնարավորություն է։ Սա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական տարվա միակ բացառիկ համերգը չի լինի։ Նվագախմբից այս տարի անակնկալներ են խոստանում։